Բոլորին բալուս, կամ բարի օր։ Եթերի մեջ կարալնի 25 պլյուս ֆորմատ։ Երկար շատ չեմ խոսալու, կաշխատեմ ամենայն դեպս երկար չխոսամ։ Հարութին Մկրտչյան, Զիմզիմով, հլա արի, արիլա։ Արի այ բոզիթոր։ Էդ որ քո էտա խեռապաչ աջակիցներով ռոլիկ ես վիպուսկատար է դնելով իմ նկարը։ Ասում ես այս փնթին ասեք, թե ինչ է նշանակում բամբակը, այս փնթին ասեք ինչ է նշանակում օճառը։ Կարող ա գաս մի հատ հոտոտես Հարութ։ Հետո վիվը դանես, ես եմ փնթին, թե դու, հա։ Այն наша Ռաշաննա ես, եկավախտ Մոսկվա ես ապրե։ Որ ասում է по-братски обои клеить умеешь։ По-братски կարող ա գաս մի հատ հոտոտես։ Կգամ եսա։ Հա։ Թե չէ արա։ Էդ իմ նկարը որ դրել ես։ Այ ճենջ։ Ռոլիկ ես վիպուսկատար է քո մակարդակի ճենջազավրները մի քանի բոզի վաստակել մտե գրելա սա համասեռամոլ է։ Իա իրոք։ Ես եմ համասեռամոլ։ Հա։ Կամ որ մուտի տեսանեմ քո ռեպորտաժը որ սարքած է քո նկարն ու իմ նկարը դրած է։ Կարաս մի հատ բոզի տղու քֆուր ուտես, որ ես մտել եմ քո ընտանիք, կպել եմ քո երեխեքին կամ քո կնգան։ Հա։ Կարաս։ Չէ։ Ես քո կնգան երեխեքին կպել եմ։ Այ բոզի թոր։ Ես մի հատ թթու խոսք ասել եմ քո կնոջը, քո երեխաներին։ Իհարկե ոչ։ Ես ասել եմ, որ քո պապն եղել է բոզ բերանից։ Մարդա բռնել տվեն շմիազնում ստենդ է։ Ասել եմ ու կրկնում եմ, ես ասել եմ, որ քո տատը եղել է Սլաբան Ապիրիդոկ, բառիս ամենաուղիղ իմաստով բոզ, ապսլուժի տարե, քո նման ապսլուգի կարգավիճակով ապսլուժի տարե երկրապահի տղեկին, ասել եմ էլի եմ կրկնեմ։ Ես ասել եմ ու էլի եմ կրկնեմ, որ դու քո զոնքաջի վրա արաբկիրի ներքին գործերի բաժնում, չնայած դու եղել ես Էշմիածնի բնակիչ։ Գնացես Զայևլենի ես գրե, որ ընձի ծեծել են։ Խիարա, էտա քո տղատեսակը։ Բամարդ էթեմ զոնքաջի վրա կան որ դրել ես քո ռեպորտաժի մեջ այդ ճնջուլի աղվամաս։ Ես բանակից ազատվել եմ ինչի պատճառով, այլ ոչ թե գիշերամիզության։ Հարութ չես ամանչան։ Էհա Նիկոլ Փաշինյանն էլ վարչապետ էլ այդ ժամանակ մարտի 1-ի գործով արդարացվեց։ Համել դիպլոմ ստացավ, որ իրան ոչ մեկ չասի թերուս Ղախպալյոն, ֆրանսական բառը։ Հետո բանակ ինչի՞ չես ծառայե։ Կարող են ստուգել, սուտ լրատվություն ծառացում։ Նախ լրատվականը դու ես, այ ագարդիոն։ Հələ դու հանրությանը պատմի 20 թվի պատերազմին, երբ որ դու Մոսկվայում էիր, իմիջայլոց Էշմիածնի նախընտրական պայքարում առաջի համարնովա, չեմ էլ ճանաչեմ սկի, անունն եմ մոռացել, այսինքն, այդ տղեն վայ թե կռվել է Արցախում պատերազմի ժամանակ։ Դու խի չես եկե կռվել։ Հիմիկ ասես խոսքի որպես տարբերակ, ես գիշերամիզության պատճառով ազատված եմ եղել բանակից, կրակել չգիտեի, կարտոշկա մաքրեի տղեկի հիմար։ Խի չէ որ, էդի քո բնույթն է, Հարություն Մկրտչյան, Զիմզիմով։ Գիտես խի, որտեվ YouTube-ի մեջ մնում է ռեպորտաժներ։ Այն որ Մոսկվա եղած ժամանակահատվածում դու ելույթներ էիր ունենում որպես քաղաքական պոռնիկ։ Ու ասում էիր պետք է վենդետայի ենթարկենք, վերնագիրը կա իմ մոտ, հեսա կճպտացնել Facebook։ Վենդետա պետք է անեմ այդ ազգային ժողովում։ Իա իրոք։ Այդ գիշերամիզության պատճառով բանակից ազատվել ես, որոշել ես վենդետա անես։ Հա։ Այդ որ Նիկոլ էր քելնգն վախտին, այսօր եկե մտել ես մեր անկոտրելի Պարոկ Փաշյանի ամորձապարկի տակ, որը գոյություն չունի։ Ասում ես մի քիչ ամբեր հոտոտեմ։ Այդ դարել ես արդեն բան, հա Նիկոլական։
Խի կարող ա Վազգենի աղբոր Արամին ասին, Արամ ջան, ախր այս մարդը խոսքի ինձ նկատի ունելով քֆուր անեմ, քֆուր չանեմ, բայց ճիշտ բան ասեմ, դու սպարապետի հայոց բանակի զինված ուժերի ստեղծող մարդու անհատականության կերպարի աղբերն ես, տակը շռելու պատճառով բանակից ազատվածին առաջ մի բրդի, շանսեր չունես, շանսեր նեմա։ Այդ ուր է այդ ռոլիկները դուր են էլ, անալիզի բաժակով կոֆեն ձեռդ։ Հələ դու պատմի 20 թվին, որ դու 20 թվին եմ ասում, որ թվին էր, որ Վիոբովացա էր ելել են Ծիրանի պատմությունով էջ բանում Մոսկվայում։ Ինչի մար քեզ լարին Մոսկվայից, ումից էիր զանգեր ստանում։ Էրդողան բաբամի երկրից, կուրատերետով էր Թուրքիայից։ Հա։ Բախի արա։ Արա բա դու ներկայանում ես որպես հայ, ներկայանում ես որպես թասիբով տղա, ներկայանում ես որպես պատվախնդիր հայի տեսակ։ Ինչի են քեզ Թուրքիայից կուրիրովը տանում, որ դու ինչ խոսաս։ Հենց Իրանի պատմության ժամանակ։ Հե Հարութին։ Էտա քո հայ տեսակը։ Էլ եմ ասում, կարաս մի հատ բոզի տղու քֆուր ուտես, որ ես կպել եմ քո կնոջը քո երեխաներին։ Ոչ, ես չեմ կպե։ Ես ցիտել եմ այն ինչ գրել էին Facebook-ում։ Այդ մարդու Facebook-յան էջն էլ իմ մոտ կա։ Որ ինքը բառացի գրել էր Տիգրան Էսինչյան ջան, դու Հարությունին մի կպի, հա։ Հարությունը ունի նորմալ ընտանիք, մայրը հաց թուխ է, հայրը չգիտեմ ինչ, երեխաները, այդ տղեն էր գրել, ես չեմ ասել այդպես բան։ Քանի որ դա չի համապատասխանում իրականությանը։ Երեխաները տառապում են աուտիզմով հիվանդ են։ Դու քո կողի նեղ շրջապատի պորնիկի վաստակներին մի հատ ֆիլտրի հասկացի այդպես բաներ ով են, ովքեր են գրում։ Հետո նոր իմ նկարն ու քո նկարը դիր այ քաղաքական պորնիկ։ Քաղաքական պորնիկ։ Չնայած կարամ ասեմ նաև պորնիկ։ Եթե մարդ կարա մի հատ սիլի հիմար, այդ արաբկիրի ներքին գործերի բաժին։ Ասма գիտես խա գնացի արաբկիր։ Ինձ իրան ասել են Հարութ, բա դու ասենք Էշմիածնի բնակիչ։ Գրեմ ես էլի, հա, ասենք գրելու այդ սերուն ես։ Խես զոնքաջի դրա արաբկիրում գրում, ասելա Էշմիածնում որ գրեմ, ծածկատեմ փոց կանեն։ Իա, իրոք։ Ինչ ասել եմ համապատասխանում է իրականությանը։ Բա հերքի։ Բա հելի ասա չէ, իմ պապը, իմ իմանալով քո պապը անունն է Հարութել է։ Բենից բոս չի էլ է, հելի հերքի։ Են հին ոսկոր էշմիածնեցիները կասեն, ապերիկ, սուտ ես խոսում, քո պապը սրանը բռնել տվե, նրան բռնել տվե։ Ոնց որ դու ես, ինչով հիմա դու ես զբաղված։ Չէ։ 20 թվի պատերազմի ժամանակ ուր էիր։ Բա գայր են Էշմիածնի քաղաքապետի ընտրություններում վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններում առաջի համարի այդ մարդու պես, ում ես չեմ ճանաչում, գնայր Արցախ կռվեիր։ Էլ եմ ասեմ կարտոշկա մաքրեիր, պատրոնի ящիկը վերցեիր խփեիր, էտա դոշերի ուտ մեր Պարոփաշյանի պես, կամ դներ ուսիդ, բերեր ասեր աղբերն է ջան, առեք կրակեք, մագազինը զարիժատարեք կրակեք, մեր վրա կրակողի մաման դոմփեմ ես, բան էիր այդքանը, խի, հարա, ինձ էլ ասում ես փնթի, էլ եմ ասում, կարող եք ասում մի հատ պաբրասկի հոտոտես, խնդրում եմ տվյալներ ներկայացեք, Մոսկվա եմ արի, ես անձամբ խոսք եմ տալի, դու գալիս ես ուզում ես իմ հետ հանդիպես, մենակ ես գալիս եմ, որդ ես ուզում, եկեղեցու Բաքում, եկեղեցուց Էնկոմ, մեկ այլ տոչկա, որդ ես ուզում։ Երեք իմիջիայլոց եղել եմ Սամվել Կարապետյանի Ռիո Տարգովի ցենտրում, մեր հսկայական կառույց։ Մի հատ լավ աղբոր հետ, որ Շամշադինից է, նստել ենք, մի կտոր հաց ենք կերել, հա, զրուցել ենք, զուտ հայավարի մեջ։ Ուй տարբերություն քեզ այդ տղեն կհաստատի։ Ես են հետույք մտնելու նուր պարվեստը ոչ մեկի հանդեպ չեմ ցուցադրում։ Ես եմ ինչ որ ես կամ։ Արի դեմ արդեմ հանդիպենք, ես հենց մի Մոսկվա եմ։ Մոտակա վախտերը կարող այդ համ պիցեր արին դե։ Հիմի կհրապարակես կասես, այդքան ուժեղ տղա ես արի Հայաստան։ Հա? Ոնց որ մի հատ աղբի տղա էր գրե։ Դու լավ տղեկ ես քրֆե։ Սա երեսին թքեմ, թե ես լավ տղեկ եմ քրֆե։ Ես ոնց կարամ լավ տղեկին քրֆեմ։ Իմ խոսալու հիմնական իմաստը ո՞րն է։ Որ ասում եմ ոչ մեկ քաղաքականության մեջ որ գտնվում է, արժանի չի որ հայ հային լինի թշնամի։ Էդ է իմ ասածը։
որ ես էլ եմ հայ, այն մեկն էլ է հայ, Պողոսն էլ է հայ, Վաղոն էլ է հայ, նույնիսկ Հարություն Մկրտչյանն էլ է հայ, կապ չունի, որ իր տատու պապա Բոզեն է, մեկը բարոյապես, մեկը բարույս ամենաուղիղ իմաստով, ինքն էլ է հայ։ Դու այնքան ուղեղից թոփալ ես Հարություն Մկրտչյան, որ վաղը օտար հողի վրա, իմանալով քո ողջ կենսագրականը, ես տենամ թուրքը կամ մեկ ուրիշ աս քեզ բան ասեմ, գալու եմ քո համար քյալլա տամ, բայց քո նման փոքր մանրապճեղ ագարկեք, բարիս ամենաուղիղ իմաստով։ Երբ որ տենալ ինձ են բան ասեմ, հա, մեկ այլ ասք, դու ձև կբռնես, որ չես ճանաչում ինձ։ Էտեք դուք, ձեր էությամբ դուք էտեք, դուք Նիկոլ, էլ եմ ասեմ, դուք Նիկոլից ավել Նիկոլ չեք կարալնեք։ Առավոտ եմ կարդացել, ասում որքան Ադրբեջանում, մեր անկոտրելի Պարոփաշյանն ասում, ասեն Բասարգեչար այնքան Հայաստանում հնչելու է Արցախ անունը, Խաչմարա խաղամ, երկրի վարչապետա կոչվում, X-նոլիգա խաղամ։ Ու մեկը չի ասում, արա լավ, գնա գոնե Սաղմոս ասա, գնա այդ դեղին վարդը խփի դոշիտ, հելի սրդիկ նկարա։ Մե բան արա, մե բանով զբաղվի, գոնե պրովոկացիա մի արա։ Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Հիմա արդեն քանի Ադրբեջանում ասում են Բասարգեչար, ստե մենք պետք է ասենք Արցախ։ Նեղվել է Հարություն, որ վաղարշաբաթ խոշորացված համայնքի բնակիչները տեղեկացված են արդեն, որ քո տատն ու պապը անբարոյականներ է։ Մեկը բարոյապես, մեկն էլ բարույս ամենաուղիղ իմաստով։ Ոչինչ, դու էլի շանսեր ունես։ Դու հիմա քո խոսելավոճով փորձում ես նմանվեսում։ Մեր անկոտրելի Նիկոլ Փաշինյանին, չէ՞։ Անկոտրելի է։ Խրուստալից, բայց անկոտրելի։ Ռեզինից է։ Ընտրություններից հետո որտեղն ես ուզում զբաղացնես, վերջից առաջինը։ Բան չկա։ Գելնես, այն դեժուրնի բաժակը գվեկալես Արամ Զավենիչի հետ։ Կասես մենք հաղթել ենք պարտվելով։ Բա դու մտածում ես Էշմիածում քո նման վենետիկյան պոռնիկին պետք է հավատան ու ընտրեն, ընտրողները են, բան չունեմ ասելու։ Մարդկա հավատում է քեզ, մարդկա վստահում է քեզ, առանց հասկանալու, որ եթե մարդը ունի խոսքի օրինակ, լիքը բացասական գենետիկա իր մեջ, ինքը չի կարա լավ լինի։ Ես էլ ունեմ բացասական կողմեր, այդ որ մեկը սա իդեալական։ Բայց ի տարբերություն քեզ, ես չեմ եկել կանգնել Էջմիածնի ես իմ X տարածքում ասում, ես Էջմիածինը սարքելու եմ Վենետիկ։ Ես չեմ գնեմ մոտենեմ Էջմիածնի քաղաքացուն ասում, այս շները ստերճացված է, աճել են իրար հետ, առանց տարբերելու բառերի մի տառի փոփոխության, որ բառի իմաստը փոխվում է։ Ստերտաճել ես Արամ Զավենիչի հետ, են ավատար կինոյի պես, հա, Հարություն, զիմզիմով, քաղաքագետ է, ասմա թո գնան ճշտեն, ես տակս չեմ շռմ այլևս, հավա բան ասեմ, բայց տարիքի հետ ամեն հիվանդություն էլ բուժվում է, կամ էլ խորանում է, այդ շլվայդ, որ հակնում ես ջոնջոլից ես հակնեմ, տակի պամպերսն չերև, հա, լիպուշկովա պամպերսըտ, Հարություն, սրա մասին ես, ոնց ես այդ ռեպորտաժի մեջ ընդ է, մի հատ մեկը կա, Նիկոլի նկարով, Վիրաբյանը, ով է, ու ճնջուլապաչ, տեղեկություններ տրամադրեք, այս փնթի օրանգուտան ցույց տամ զարմանաս, հա, ուղիղ եթերով, թե դեմարդեմ ցույց տամ, հա, Հարություն, արա այդ change, էլի եմ կրկնում, դու հանրությանը ներկայացրա, գրհելի երկի, ասա ժողովուրդ սուտ է խոսում, քո բառամթերքով, ասա այս փնթին սուտ է խոսում, բայց էլ եմ ասում, դու որ գաս մի հատ հոտոտես, Կոկո Շանելի հոտ է գալու, կամ Շանել նոմեր 5, չէ՞ բա հոտենց էր, բայց իմ սիրած դուխին ուրիշ է, մի անգամ գեներալն ցույց տվեց այդ դուխուս ճարարեմ, էտա ցանում եմ վրաս, ում կողով անցնում եմ Գորման Նիկոլ վարչապետ, սենց խփմա դոշերին, հենց այդ դուխու հոտը վրից զառնում է, գեներալը մի անգամ անձի մեսենջերով հետս խոսալու ցույց տվեց, ասեց, էսի ոչ մեկ չունի, ինքը խաբար չէր պրոստը, որ ես մեր Պարոփաշյանի ադնակլասնիկի ադմինն եմ, ես ամեն ինչ կարամ ճարեմ, ցանկության դեպքում, հելի վիստուպատելի ասա, արի Հայաստան բանավիճ ենք, ես քո հետ բանավիճելու բան չունեմ, քանի որ կետ համար առաջին ես քաղաքականության մեջ չեմ,
Ես չեմ պատրաստում դառնամ պատգամավոր, դեպուտատ, մեկ այլ տարբերակը, քաղաքապետ, կոֆե բերող, չէ՞։ Քո նման։ Ես չեմ պատրաստում Էջմիածնում ցույց տամ, որ ես հասարակ տղա եմ, էլի ես իմ էությամբ հասարակ տղա եմ, այդ համ ավտո բրթեմ, յանի ինչ։ Ես չեմ պատրաստում այդ համ մեկի վրա ցուցմունք տամ, ասեմ, ինձի քֆուր են արել։ Ոնց որ դու ես ասում։ Ես չեմ պատրաստում այդ համ իմ չնայած այս պահին զոնքաճ չունեմ, բայց իմ զոնքաճի վրա ցուցմունք տամ։ Հա կնիկա մի հատ սիլելա, ինչ կլինի որ։ Բա քո կնոջ, հա, քո սրբության, տես սրբություններին չեմ կպնում ես երբեք։ Ես էլ սահմանը չեմ անցնում։ Քո սրբության մայրն է։ Քո երեխաների տատիկն է։ Բայց դու այնքան սրբապիղծ ես, որ շառ ես անում ին վրա, որ ես կպել եմ քո կնգան կամ քո երեխեքին։ Խափում ես։ Բեսանտ խափում ես, արա։ Ու այդքան քաքլանի կարգավիճակով ու սուտասան գործ տվողի կարգավիճակով դու փորձում ես տեղեկություններ տրամադրեք ու քո ճենջազավրները մտնում գրում են համասեռամոլա։ Որ շատ ուզես, չնայած ես իմ սեռական օրենտացիան լրիվ նորմալ է, ինձ մենակ կանայք են հետաքրքրում, ինտելեկտով կանայք, խելացի կանայք, գեղեցիկ կանայք, հա, աղջիկներ գեղեցիկ։ Բայց որ շատ խնդրես, կարամ քո հետ միասին բացեմ պատմության դասագիրքը ու Տուրուբերան նահանգի պատմությունը քեզ շատ մոտիկից բացատրեմ։ Հասկացա՞ր։ Թե չէ, թե ավելի մանրանամ։ Բայց չէ։ Չուզեմ։ Ջուզեմ, չէ՞։ Մեր բարբարով այդ մալեր։ Ջուզեմ։ Վատ ազգեմ։ Ասում է Էջմիածնում իրան արդեն սկսել են նայել որպես բոզի թոր։ Բա։ Էլ եմ ասում, ոչ մի կապ չունի դա։ Վերջում կասես մենք հաղթել ենք պարտվելով։ Չի լինի որ։ Կլինի։ Թե չէ որ դու ուզում ես նմանվես Նիկոլ Փաշինյանին։ Շարունակի իմ մասին ռոլիկներ սարքել, Facebook-ում ֆրցնել։ Ես եմ խնդրեի իմ Facebook-յան ընկերներին չմտնեն այդ նյութի տակ կոմենտ չգնեն։ Գիտես խի այսինքն քո դուքով չարժի խոսալ, որտեվ ես ինձ վատ կզգամ, երբ որ իմ Facebook-յան նամուս թասիբով ընկերները մտնեն այդ նյութի տակ բան գրեն։ Այսինքն գիտես ինչ գրեն։ Կամասուտրայի բոլոր պոզաները։ Այդ նյութը ստեղծողի մեկ էլ քո հասցեին։ Հասկացա՞ր։ Դու տես մանրապճեղել մնալու ես, հարուտ։ Մանրապճեղ։ Պատմի հանրությանը, թե Մոսկվայում Ծիրանի պատմության ժամանակ ով էր քեզ Թուրքիայից զանգում կուրի ռվտանում։ Պատմի, ոնց էր ժամանակին ցույց տուր հանրությանը YouTube-ով կամ ես իմ Facebook-յան էջով ոնց էր Նիկոլ Փաշինյան խլեշում։ Հիմի դարել ես Նիկոլ Փաշինյանի ձախամորձին։ Նորմալ է։ Մա լողնում ես անցնում ասում հարութին մկրճան, հարութինը։ Իսկ որ ուղղից թոփալ մի քանի հոգի մտնում YouTube-ի մեջ գրում են որ ես չափերս անցել եմ, հա միգուցե շատ դեպքերում չափերս անցել եմ։ Բայց ես երբեք մարդկանց կոպիտ չեմ արձագանքի այն պահով, որ այդ մարդը Նիկոլին է հավատում։ Ես փորձել եմ բացատրել իրականությունը, որ ով ուզում ալնի, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ով ուզում ալինի։ Այդ գործոնը շատ սխալ է, որ հայը հային դառնա թշնամի։ Շատ սխալ է։ Քանի որ Հայաստան աշխարհը, Հայաստան երկիրը որ կա, դա բոլորինս է։ Բոլորինս։ Ու հայը հային թշնամի սարքեց ով։ Ձեր Նիկոլ Փաշինյանը։ Ով ասեց սևերը ջախջախված են, ես իմ ինչ, փռելու եմ ասֆալտներուն, շինելու եմ, ծեփելու եմ պատերուն։ Բայց մեխակ խփայրա դոշերուն, են հեմոֆրոդիտ ծծերուն։ Քելի սրդի գակ նկարա։ Բա։ Դու էլ տենց արա հարու շանսերդ կմեծանան։ Մի հատ կակաչ խփի դոշիտ։ Էջմիածնի տղա ես всё-таки։ Հələ մի հատ կպցրա կակաչ դոշիտ։ Կարող է շանսերդ մեծանա։ Մեկ էլ Արամ Զավենի Սարգսյանին ասա, թող են միջև ականջները ձգվող չիբուրաշկի ժպիտը կողդ նկարվի, անալիզի բաժակը ծառը։ Հասկացանք իրար, զիմզիմով։
Դե լավ է։ Գնա փաչեկդ լվա, շռած կլնես տակդ։ Կապի մեջ Նիկոլ Փաշինյան ազնագլասնիկով։ Լավ ելեք։